Բարև ձեզ հարգելի բարեկամներ, խնդրում եմ գրանցվեք, տարածեք, հավանեք, իհարկե դուք զլանում եք անել, բայց դե ամեն դեպքում փորձեք։ Առողջություն եմ ցանկանում ձեր բոլորին։ Այսօր խոսենք խոզի ճարպի մասին։ Խոզի ճարպը դա լինում է ենթամաշկային ճարպը, որը ռուսերեն սալ, այդպես են ասում, եւ որովայնի ճարպը դա ճարպոնի վրայի այդ բարակ թաղանթն է եւ աղիքների վրայի այդ սալցկույթն է ճարպային, որը ասում են սմալեց, այսինքն երբ որ դա մշակում են նոր կոչվում է սմալեց, դա ներքին ճարպն է խոզի։ Քանի որ հիմա ցուրտ եղանակներ են եւ կարելի է դրանից առատորեն օգտվել, ապա ես որոշեցի, որ ձեզ տեղյակ տամ, թե խոզի ճարպը ոչ միայն սնունդ է, այլ բարձր կալորիական սնունդ է, ինքը նաև օգտագործել եմ որպես դեղամիջոց անհիշելի ժամանակներից։ Ու ճարպը պարունակում է բազմաթիվ ճարպաթթուներ, ամինոթթուներ, վիտամիններ, A, B, B խումբ, C, K, E վիտամիններ, նաև բազմաթիվ միկրոտարեր։ Հարգելի բարեկամներ, ուրեմն այն օգտագործում են տարբեր ձևերով, այսինքն ներքին ճարպը, որը սմալեցն է, դա ներքին ընդունման համար են օգտագործում, իսկ ենթամաշկային ճարպը, այդ սալը օգտագործում են արտաքին բուժումներ կատարելու համար։ Բրոնխների համար, հատկապես երկարատև տևական բրոնխիտների համար, որը դժվարություն է ներկայացնում բուժման համար, այս միջոցը տալիս է հրաշալի արդյունք։ Վերցնում եք այդ ներքին ճարպից, սմալեցից մեկ թեյի գդալ, լուծում եք մեկ բաժակ կաթի մեջ եւ խմում եք տաք, օրվա ընթացքում 2-3 բաժակ։ Կարելի է նաև դրանից բևեկնախեժի յուղի հետ միասին խառնած, դա կսում են կրծքավանդակին եւ թիկունքին, այսպես մերսումների ձևով, հատկապես շատ արդյունավետ է դա մանկական տարիքի երեխաների համար։ Կարող եք օգտագործել, պատրաստել խառնուրդ, հատկապես տուբերկուլոզով հիվանդներին մեծ կալորիականության սնունդ է եւ տալիս է հրաշալի արդյունք, դա փորձված է բազում տարիներ եւ օգտվում են այդ միջոցից։ 1 կիլոգրամ վերցնում եք ներքին ճարպից, 1 կիլոգրամ մեղր, 1 լիտր հալվեի հյութ, ալոեի թարմ հյութ, վերցնում եք 10 ձվի դեղնուց եւ 1 տուփ կակաո։ Այս բոլորը խառնում եք, լավ ծեփում եք այսպես այդ բլենդերով եւ պահում եք սառնարանում։ Օգտագործում եք 1 ճաշի գդալ, օրը 3 անգամ քաղցած վիճակում։ Հաջորդը կրունկների համար կարող եք կրունկների քսելու համար, ճարքերի համար հատկապես կարող եք օգտագործել ճարպը սալը, այսինքն ենթամաշկային ճարպաշերտը, կրունկների ճարքերի համար, երբ որ ճարպ է, այդպես տհաճ կոշ տանում է, ապա տաք ջրով փափկացնում եք, քերում եք, այդ պեմզայով բանով լավ մաքրում եք եւ այդ ճարքերի վրա դնում եք խոզի ճարպի շերտ։ Կարող եք դա դնել, կապել եւ մնա ամբողջ գիշերը, առավոտյան կարող եք դա հեռացնել, կատարում եք 10 օր, 2 շաբաթ եւ տալիս է շատ հրաշալի արդյունք։ Կարմիր քամու համար վերցնում եք թարմ եզան լեզուն, լվանում եք, ցամաքեցնում եք, աղում եք եւ խառնում եք նույն քանակությամբ ճարպի հետ։ Նույն քանակությամբ ճարպի հետ եւ կարող եք պարբերաբար քսել այդ ախտահարված շրջաններին, արագորեն կստանաք արդյունքը, հարգելի բարեկամներ,
հոդացավերի համար վերցնում եք հին ճարպ, աղում եք այդ ճարպը, խառնում եք հավասար քանակությամբ մեղրի հետ, երեկոյան քննելուց առաջ քսում եք ախտահարված ծնկներին, ծածկում եք մի որևէ կտորով, այսինքն դնում եք վիրակապ եւ մնում է ամբողջ գիշեր։ Քրոնիկական երկարատև չբուժվող հազի ժամանակ վերցնում եք մեկ բաժակ տաք կաթի մեջ, լցնում եք մեկ թեյի գդալ ներքին ճարպ, սմալեց, կես թեյի գդալ սոդա խառնում եք եւ խմում եք տաք վիճակում փոքր կումերով։ Օրվա ընթացքում կարող եք օգտագործել 1-2 բաժակ։ Հարգելի բարեկամներ, կարող եք օգտագործել նաեւ վերքերը բուժելու համար դնում եք այդ ճարպի բարակ շերտերը, կապում եք, վիրակապ եք կատարում, մնում է, դա կարելի է ավելացնել դրան նաև չիչխանի յուղը ձեթը, երբ որ քսում եք դրա վրա կամ խառնում եք, ապա արդյունավետությունը լինում է ավելի լավ։ Իսկ որպես սնունդ ճարպը կարող եք օգտագործել, դուք ինքներդ էլ տանը կարող եք պատրաստել, մթերային խանութներում էլ վաճառում են, իհարկե ձեր պատրաստածը կլինի ավելի լավ, համեմում եք պղպեղով, սաղտորով եւ այլը, եւ որպես սնունդ օգտագործում եք։ Իսկ այդ սմալեցը նույնիսկ պրոֆիլակտիկ կանխարգելման համար, օրգանիզմի դիմադրողականությունը բարձրանալու համար կարող եք շաբաթվա մեջ 1-2 բաժակ խմել, 1 բաժակ կաթին կարող եք ավելացնել 1 թեյի գդալ, այդ ներքին ճարպից դուծում եք եւ խմում եք։ Ձեզ առողջություն եմ ցանկանում, եթե ունենաք հարցեր, կարող եք գրել, զանգահարել, իսկ բուժման եւ տեղեկատվության համար դիմում եք Պուշկինի 38։ Այժմ ես ցույց տամ ձեզ իմ գրքերը, այդ բոլորը ինչ որ ձեզ ասում եմ, բոլորը զետեղված են իմ գրքերում։ Ալկամա գիրքը, որը պարունակում է 170 հիվանդություն, համառոտակի գրքի մեջ գրված են հիվանդության նկարագիրը, թե ինչից է առաջանում եւ ինչպիսի ախտանշաններ ունի եւ տրված է ընդարձակ բուժում բազմաթիվ դեղատոմսեր այդ հիվանդության համար, որը դուք կարող եք ընտրել եւ ձեզ հարմարներ օգտագործել։ Գիրքը ունի նաեւ իր պատկերասրահը, գունավոր բոլոր բույսերը, որոնք օգտագործում են դեղատոմսերում, այստեղ կան նրանց նկարները, որոնց տակ գրված են 3 լեզվով՝ հայերեն, ռուսերեն, լատիներեն։ Գիրքը հետևում ունի կառալեզու բառարան, ավելացրած նաև անգլերեն։ Բացի դրանից, գիրքը ունի նաև շատ հրաշալի հավելված։ Հավելվածում զետեղված են այդ թուրմերի, ոգեթուրմերի, եփուկների պատրաստման ձևերը, ինչպես պետք է պատրաստեք, բացի դրանից նաև ժողովրդական բժշկության մյուս ձևերը, ենթադրենք միզաբուժություն, կավաբուժություն, ջրաբուժություն եւ այլը, որոնք մասին մանրամասը գրված են այս գրքում։ Հաջորդը դա բժշկարան գիրքն է, որը պարունակում է 90 տեսակ հիվանդություն, հիվանդության նկարագիրը գրված է ընդարձակ ձևով եւ բուժումը դարձյալ ժողովրդական բժշկության մեթոդներով։ Գիրքը դարձյալ ունի իր պատկերասրահը եւ 3 լեզվով գրված են բույսերի տակ, նրանց անունները եւ դարձյալ ունի քառալեզու բառարան։ Գրքերի մեջ տրված են նաև խորհուրդներ, հակացուցումներ, թե որ դեղաբույսը կամ որ մեթոդը տվյալ հիվանդության ժամանակ չի կարելի օգտագործել։ Հաջորդը դա մեր
հանրահայտ լեչեբնի գիրքն է ռուսերեն, որը շատ մեծ տարածում եւ ընդունելություն ունի հատկապես ռուսալեզու այսինքն զանգվածի մոտ եւ մեծ ընդունելություն ունի Ռուսաստանում, սա հանդիսանում է որպես դասագիր, համայնագիտարան եւ այստեղ դարձյալ գիրքը ունի իր պատկերասրահը, շատ մանրամասը նկարագրված են հիվանդությունները, նույնիսկ չափաբաժիններով եւ գրամներով, քանի որ դասագիրքը գրված է թե որ դեղաբույսից կամ որ միջոցից ինչքան պետք է օգտագործվի։ Քանի որ ժամանակ ունենք, ես դες ցույց եմ տալիս նաև իմ քսուկները, Անահիտ քսուկը, Մարիա քսուկը եւ Կարինե քսուկը, որը ստեղծեցինք այս վերջի շրջանում, արդեն գրեթե 1 տարի ունի մեծ ընդունելություն հիվանդների կողմից, հատկապես հրաշալի արդյունք է տալիս հոդացավերի, նյարդացավերի, մկանացավերի ժամանակ անմիջապես հիվանդը զգում է սրա բարերար ազդեցությունը, հակաբորբոքիչ եւ բուժող ազդեցությունը, ունի այսպիսի տեսք, դեղին գույնի, հաճելի բուրմունքով, Անահիտ քսուկը կարմիր քսուկ է, դուք ծանոթ եք արդեն այս քսուկին, մյուսը Մարիա քսուկն է, որը ունի թեթև վարդագույն տեսք, քանի որ սովորաբար լինում է դեղին, բայց այս պարտիան, որ պատրաստեցինք, բույսերը լրիվ այս տարվա թարմ հավաքած բույսերն են, աշնան եւ ավելի գույնը վառ գույնի է, ինչ են անում, լավացնում է մաշկայարյան շրջանառությունը, որ պետք է օգտագործեն որպես կոսմետիկ քսուկ, ունեն նաև ցավազրկող ազդեցություն, դուք կարող եք այն օգտագործել հոդացավերի ժամանակ, մաշկին տալիս է փայլ, առանձնականություն, մաքրում է մաշկի վրայի մահացած եւ ծերացած բջիջները, մաշկը ընդունում է իր բնական տեսքը եւ պայծառություն է տալիս դեմքին։ Այսօր այսքան, հարգելի բարեկամներ, նորից եմ ձեզ առողջություն մարդուն, ցտեսություն, միշտ նոր հանդիպում։